քանի որ ժամանակ ունենք, եթե կտեսնենք նեղվում ենք ժամանակից նոր ռեգլամենտի կանցնենք, շնորհակալություն խնդրեմ։ Շնորհակալ եմ, պարոն Թորոսյան, լավ որոշում էր։ Շնորհակալություն զեկույցի համար, Տիկին Ավանեսյան։ Մի շարք հարցեր ունեի, որոնց պատասխաններ ձեր զեկույցով տվեցիք, բայց այնուամենայնիվ մի քանի հարցի անդրադառնանք։ Ինձ հետաքրքիր է իմունոկանխարգելման ազգային ծրագրով 10.03.11.02 միջոցառում։ Այս միջոցառման տվյալներով վարակիչ հիվանդությունների պատվաստումների թիվը մեզ մոտ փաստորեն 51,000-ով ավելացել է, սակայն միջոցառման ծախսը 348,7 միլիոնով պակասել է։ Ինչով է սա պայմանավորված, այսինքն եթե ավելացել է այնուամենայնիվ պատվաստումների թիվը, այդ դեպքում գումարը ինչով է պայմանավորված, որ պակասել է, այնտեղ դուք ունեք հիմնավորում, որ մաքսատուրքերի գումարները խնայելու այսպես ինչ որ տարբերակ կա, բայց այնուամենայնիվ կխնդրեի, որպեսզի դուք պարզաբանեք, նաև ջրծաղիկի մասին իհարկե խոսեցիք, այսինքն մենք հունվարին պիտի սպասենք եւ նույնաբովանդակ հարցեր ուղղակի տամ, հետո արդեն անդրադառնամ արձագանքին։ Եվս մի նմանատիպ ծրագիր ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման, այս միջոցառման համար ազգային ժողովում, երբ որ բյուջեն հաստատում էինք, նախատեսված էր 20 միլիոն դրամ կոնկրետ Լոռու մարզում մամոգրաֆիկ հետազոտություններ կատարելու համար։ Սակայն երբ որ ուսումնասիրում ենք միջոցառման կատարողականը, նկատում ենք, որ փաստացի ծախսվել է 1.5 միլիոն դրամ, այսինքն շատ պակաս։ Այսինքն ազգային ժողովում բյուջեն հաստատելուց հետո տեղի են ունեցել հավանաբար ծրագրային փոփոխություններ։ Կխնդրեի, որ նաև սա պարզաբանեք։ Բադալանք, որ խնդրեմ այդ վերջի կոդը կասեք, որ ծրագրի մասն եք։ Ոչ վարակիչ հիվանդությունների 1053 ծրագիր 11005 միջոցառում։ Շնորհակալություն։ Եվ այս հատվածում նաև մենք ունենք էլի 1053-ից 11015 միջոցառումը, որ 2024 թվականի բյուջեի նախագծում, որը հաստատվել է կրկին ազգային ժողովի կողմից, Կովիդի դեմ պայքարի ծրագիր տեխնիկական վերազննում սրա մասին է խոսքը, միջոցառումը նախատեսված չի եղել բյուջեն հաստատելու ժամանակ եւ 104 միլիոն դրամի ծախս է կատարվել գլոբալ հիմնադրամի աջակցությամբ Կովիդի դեմ պայքարի եւ ապահովագրության տեխնիկական աջակցության անվանումով։ Սա էլ կխնդրեի մի փոքր պարզաբանել, մյուս հարցերը արձագանքի տեսքով։ Շնորհակալություն Տիկին Բադալյան հարցերի համար։ Ես հիմա ուրեմն բացեցի իմունոկանխարգելման ազգային ծրագրով։ Տեսեք, այո, 2024 թվականին մեր աճել է մեր այսպիսի ոչ միայն ընդհանուր ծավալն է աճել պատվաստումների, այլ նաև քանի որ մենք ունեցել ենք կարմրուկի դեպքեր, մենք դրա շրջանակներում արդեն կոնկրետ դեպքերի հետ կապված նաև կանխարգելիչ միջոցառումների շրջանակներում իրականացրել ենք հավելյալ ուրեմն պատվաստումներ։ Այս առումով շեղումները ուրեմն քանի որ գնումները մեզ մոտ իրականացվում է 3 տարվա պայմանագրերով հիմնականում, որոշակի խնայողություններ լինում են այդ դրամ, դոլար, եվրո կուրսի շրջանակներում եւ ըստ էության նաեւ մենք միշտ պլանավորում ենք եւ գնում ենք 1 տարի 2 ամսվա կամ 3 ամսվա պաշարներ, որովհետեւ նաեւ հենց այս իմունոկանխարգելման ծրագրով մենք միշտ պետք է հաշվարկած ունենք, որ հանկարծ մատակարարման հարց կունենանք եւ այլն, այսինքն մեր պաշարները ավելին են, քան թե մեր 1 տարվա ծախսը եւ կարող է որ սրա հետ է կապված, ես հիմա թվերը իհարկե առանձին նաեւ կփորձեմ այստեղ գտնել եւ ներկայացնել, բայց այո ճիշտ եք ասում, որ մենք ունեցել ենք պատվաստումների աճ, ջրծաղիկի առումով հենց չենք իրականացրել դեկտեմբերին վճարումը, ասեցի մատակարարման հետ կապված չենք ընդունել ապրանքը եւ գնումը իրականացվել է հունվար ամսին, արդեն անցել է 2025 թվականի բյուջետային միջոցների հաշվին է գնումը իրականացվել եւ հենց հունվարի վերջից թե փետրվարից մեկնարկել է պատվաստումների գործընթացը։ Ուրեմն իհարկե վերջում
վերջում ամփոփելուց ուրեմն կլրացնեմ։ Ինչ կապված է գլոբալ հիմնադրամի ծրագրերի հետ կապված, տեսեք մենք անցյալ տարի նոր գրանտ ենք ուրեմն հաստատել եւ ըստ էության, երբ որ 2023 թվականին հաստատելուց ենք եղել 2024 թվականի բյուջեն, այդ բանակցությունները դեռ ընթացքի մեջ էին գտնվում եւ սա է խնդիրը նաեւ, որ այդ միջոցները հաստատվում են բյուջեի մեջ միայն գրանտը ստորագրելուց եւ ընդունելուց հետո։ Սրանով է պայմանավորված։ Մենք այս ծրագրի շրջանակներում իրականացրել ենք ռենտգեն սարքավորումների գնում, ինչպես ուրեմն ձեր կողմից նշվեց, եւ մարզային մի շարք ուրեմն պոլիկլինիկաներ եւ բժշկական կենտրոններ համալրվել են թվային նոր ռենտգեն ապարատներով եւ կարծում ենք, որ այս ծրագրի իրականացումը շատ կարեւոր աջակցող դեր ունի։ Իհարկե գիտեք նաեւ միջազգային հիմա բոլոր ծրագրերը վերանայման եւ ցավոք սրտի որոշները կրճատման գործընթացով են անցնում։ Մենք հիմա էլ գտնվում ենք ակտիվ շփումների մեջ, հասկանալու թե մեր եռամյա գրանտային ծրագիրը ինչպես ենք փորձելու պահպանել եւ եթե լինեն հավելյալ հնարավորություններ, ինչպես են կարողանալու օգտվել այդ հնարավորություններից։ Առաջիկայում առիթներ կլինի նաեւ այդ մասին խոսելու, բայց պետք է ասեմ, որ թե ուրեմն ԱՀԿ-ի եւ թե այլ միջազգային կառույցների ուրեմն ծրագրերի մասով որոշակի վերանայումներ այս ընթացքում իրականացվում են։ Եվ մամոգրաֆիկ ծառայությունների հետ կապված Տիկին Բադալյան մենք ուրեմն ունեցել ենք ծրագրի վերանայման ընթացք, որի ժամանակ ինչ որ մի հատված ծրագիրը չի գործել, այսինքն մի տեղից մինչև տեղափոխում ենք մեկ այլ տեղ, նոր ինստալյացիաները արվում են եւ այլն, եւ անցում է կատարվել, սա եւս գրանտային միջոցներով էր իրականացվում, բայց կարծեմ 24 թվականից մենք արդեն դա վերցրել ենք պետական բյուջեի հոգացությանը եւ ուրեմն շեղումը հենց գուցե դրանով է պայմանավորված, ինչպես նշեցի այս տարվանից էլ ուրեմն ընդլայնել ենք ոչ միայն այս շարժական մամոգրաֆիկ ծառայությունն ենք ապահովում, այլ նաև արդեն ստացիոնար մամոգրաֆիկ կենտրոնները կարող են դիմել եւ հայտ ներկայացնել, ուրեմն ներկայացնել իրենց կողմից մասնագետների վերապատրաստման քննության արդյունքները եւ ընդգրկվեն սկրինինգային ծրագրի շրջանակներում։ Արդեն 3-4 կենտրոններ, եթե չեմ սխալվում, քանի 5 կենտրոններ արդեն իսկ հայտերը բավարարվել են եւ կարող են իրականացնել այս սպասարկումները։ Խնդրեմ Տիկին Բադալյան։ Շարունակենք, ուրեմն առողջապահական կազմակերպությունների կազմակերպում եւ վերակառուցում ծրագիրը 1126-ի 31003 միջոցառումը նախատեսված էր այս ծրագրով վերակառուցել 39 ամբուլատորիա եւ 2 պոլիկլինիկա եւ կառուցվել է 13-ը, ինչպես նաեւ ծրագրով նախատեսված էր վերակառուցել 17 հիվանդանոց, սակայն կառուցվել է 13-ը։ Նախատեսված էր կառուցել 22 պոլիկլինիկա եւ առողջապահական կազմակերպություն, սակայն որևէ մեկը չի կառուցվել է 0։ Ինչով է պայմանավորված նաեւ այս ծրագրի թերակատարումը, սա մեկ, միանգամից արդեն մի քանի հարցեր տամ եւ ավարտենք։ 1207 ծրագիրը սոցիալապես անապահով եւ հատուկ խմբերում ընդգրկված բժշկության օգնության ծառայությունների միջոցառումը պետական ամենակարևոր միջոցառումներից մեկն է եւ ինձ անհանգստացնում է այն, որ այն ներկայացվում է ընդամենը 1 տողով, այսինքն քանի տարի մենք միշտ քննարկում ենք սա եւ խնդրում ենք մի փոքր բացել, միջոցառմանը հատկացված է 31.5 միլիարդ դրամ, բայց տեղեկատվություն, թե ինչպես է ծախսվում այդ գումարը, կոնկրետ որ խմբերի վրա է ծախսվում, հիմնականում այդ վիճակագրությունը, թե ինչ հիվանդություններ են գերակշռում որ սոցիալական թիրախների
ոլորտների այդ խմբերում, այս մասին մենք ինֆորմացիա չունենք։ Ես եւս մեկ անգամ կխնդրեի, որ գոնե հաջորդ տարվա բյուջեում սա լիներ, եւ վերջում կխնդրեմ նաեւ պատասխանել այն հարցին, որը ես տվեցի պարոն Հովհաննիսյանին, այսինքն 18 միլիարդ դրամը, որը մենք հաստատել ենք ազգային ժողովում եւ դարձել է այն 10 միլիարդ դրամ եւ նաեւ մենք բյուջետային համակարգի մասին օրենքով չունենք տարեկան ճշտված պլան ունենալու հնարավորություն, այդ դեպքում կառավարության որ որոշմամբ է այն վերաբաշխվել։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ հարցերի համար։ Երևի սկսեմ վերջից, Տիկին Բադալյան, ուրեմն 18 միլիարդ դրամից, ինչպես պարոն Հովհաննիսյանը նշեց, մենք վերաբաշխման կառավարության որոշումներին համապատասխան եւ ես նշեմ, որ առողջապահության նախարարությունը այդ 2.5%-ից ցածր է ունեցել վերաբաշխումներ, մենք հենց անցյալ տարի այսպես մնացել ենք մեր սահմանաչափի մեջ, ուրեմն ուղղվել են դրանք օֆերտային ծրագրերով, հենց ձեր նշած սոցիալապահովներին եւ այլ ուղղություններով ծախսերը փակելու։ Եվ երբ որ 2024 թվականին մեկնարկում էր օֆերտային ծրագիրը, մենք հենց այդպես էլ առաջնորդվել էինք, որ սա առաջին տարին է, երբ որ մենք ընդհանուր առմամբ անցնում ենք այս նոր մեխանիզմին եւ պարզ է, որ դիմելիությունը որոշակի առումով պետք է դեռ ճշգրտվի։ Մենք պետք է հասկանանք արդյոք մեր կանխատեսումները ինչ չափով են իրատեսական։ Մեր կանխատեսումները եւ ֆինանսների նախարարության հետ ուրեմն բանակցությունները ըստ էության այնպես էր, որ մեր ավել դիմելիությունը կազմելու է մոտ 1 ամսվա մեր բյուջետային միջոցները, այսինքն մենք ունենալու ենք հավելյալ 1 ամսվա ծախս կապված նրա, որ ազատականացնում ենք ավելի դիմելիությունը եւ այլն, եւ ես ուրախ եմ, որ հենց դրա շրջանակներում էլ մնացինք։ Եվ այն կանխատեսումը, որ մենք իրականացրել էինք, մենք ըստ էության տարվա արդյունքներով մեր ծրագրերին հավելյալ գումարները, որ ուղղել ենք, հենց դրա շրջանակներում էր։ Ուրեմն սրանից 10 միլիարդը, ինչպես ասեցի, ուղղվել է եւ մնացածը արդեն վերաբաշխումով գնացել է պետպահուստ այլ ծախսերի փակմանը։ Իհարկե չի կարող այլ բան լինել, քան կառավարության որոշումով, ինչպես սահմանված ընթացակարգն է։ Մենք բոլոր միջծրագրային վերաբաշխումները, անգամ այսպես երեխաների ծրագրից սոց ծրագիր տանելու գումարները ուղղելու ուրեմն վերաբաշխումները իրականացնում ենք միայն կառավարության որոշմամբ, որովհետև դրանք արդեն միջծրագրային վերաբաշխումներ են։ Իհարկե մենք նաև քննարկում ենք ֆինանսների նախարարության հետ, որ ազգային ժողովին հաշվետու լինելու համար, ինչպես նաև նշում եք, արդյունքային ցուցանիշները թողնենք ըստ ծրագրերի, բայց հնարավորություն ունենանք այս ծրագրերը մի փոքր ավելի խոշորացնելու, զուտ ֆինանսական ուրեմն բյուջետային տողի շրջանակներում, որպեսզի մեր այսպես հիվանդացության եւ դիմելիության տեմպերին շատ ավելի արագ ու ճկուն ձևով կարողանանք արձագանքենք։ Ինչ է սա նշանակում, որ ցանկացած ամսվա կատարողականը, երբ որ ֆիքսում ենք եւ դրանից հետո արդեն ձեռնամուխ ենք լինում կանխատեսում անելու հաջորդ շրջանի համար անհրաժեշտ գումարների, գնում ենք կառավարություն, փոփոխություն ենք իրականացնում եւ հետ են գալիս եւ իրականացնում ենք ֆինանսավորում, 2 ամսվա մենք այսպես այդ բոլոր ընթացակարգերը պահպանելու ժամանակ ենք ուրեմն ստիպված լինում ծախսելու, բայց ըստ էության թե այդ միջոցները կծախսվեն անհրաժեշտ այդ տարվա մի փոքր ավելի ինֆեկցիոն հիվանդությունների ծախսերը փակելուն, թե օրինակ սրտաբանական ծառայությունները փակելուն, ըստ էության դա որևէ առումով ֆինանսների նախարարության եւ բյուջեի շրջանակներում բան չէ, կարևոր չէ, կարևոր է ավելի արագ արձագանքել փոփոխություններին եւ տենդենսներին։ Կապիտալ ծախսերի մասով ուրեմն Տիկին Բադալյան, ես հենց սկզբից նշեցի, այո, կախված մեր փոփոխված որոշումների, որ ինչպես նշեցիք, ամբուլատորիաներն էլ դրված էր վերակառուցումներ, բայց դրանց արդեն կոնկրետ ամեն ամբուլատորիայի գնահատականը մեզ ուրեմն թելադրեց, որ մենք պետք է գնանք լրիվ նոր նախագծի եւ լրիվ նոր շենքերի կառուցման, որտեղ այն մոդելն էլ ինչ որ պատկերացնում ենք ուրեմն ԱՊ-ի շրջանակներում, այն
էներգախնայողությունը, որը պատկերացնում ենք պետք է ունենա շենքը, որովհետև շատ կարևոր է, որ մեկ անգամ կապիտալ ներդրում անելուց հետո էլ ընթացիկ մեր ուրեմն միջոցները բավարարեն շենքերը ճիշտ շահագործելու համար, որոշում կայացվեց, որ գնում ենք նորերի կառուցմանը, եւ սա է պատճառը, որ 24-ին որոշակի ուրեմն հետընթաց ենք ունեցել թվականակի առումով շինարարական աշխատանքների, որովհետև մեկնարկել են նոր նախագծման աշխատանքներ, նախագծերը բոլորը արդեն հանձնվել են եւ ըստ էության հիմա արդեն մեր գործընկերները տարածքային զարգացման հիմնադրամը ձեռնամուխ է արդեն այս ամբուլատորիաների կառուցման ընթացքին։ Պոլիկլինիկաների նախագծերը եւս արդեն քաղաքաշինության կոմիտեի հետ ուրեմն բոլոր աշխատանքները նախագծերի համաձայնեցված են եւ առաջիկայում դրանք եւս կգնան արդեն շինարարության փուլին։ Իհարկե մենք որոշ նաև մարզային, ես նշեմ, օրինակ Ծաղկահովիտի առողջության կենտրոնը պետք է արդեն հանձնված լիներ շահագործման, բայց ցավոք սրտի ունենք անպատշաճ ուրեմն կապալառու եւ նրա հետ պայմանագիրը խզվել է։ Մեր գործընկերները Քաշին կոմիտեն ձեռնամուխ է եղել նոր պայմանագիր կնքելուն։ Աշտարակի բժշկական կենտրոնի հետ էլի շինարարի հետ ուրեմն որոշ բժշկական կենտրոնի մասով պայմանագիրը դադարեցվել է եւ նոր շենքի կառուցում ենք արել։ Թալինը առաջիկայում հուսով ենք մեկ ամսվա ընթացքում արդեն կհանձնենք շահագործման, չնայած վրան, որ ուրեմն այո որոշակի հետաձգումներ ունենք Մասիսին Վեդու բժշկական կենտրոնի հետ նորից պետք է նշեմ, որ նոր կենտրոն չենք կառուցելու եւ եղած ծննդատունը վերանորոգելու, որը հիմա ընթացքի մեջ է, մինչեւ տարվա վերջ կավարտենք Վեդու թե ծննդատունը, թե պոլիկլինիկան եւ թե բժշկական կենտրոնը կմիավորվեն եւ այս մեկ շենքի շրջանակներում արդեն կունենանք օպտիմալ տարածք եւ ծառայությունների մատուցում։ Այո, ճիշտ եք ասում, կապիտալ շինարարությունների մասով որոշակի այսպես դանդաղում տեմպի 2024 թվականի ընթացքում ունեցել ենք, հուսանք, որ 25 թվականին դա կվերականգնվի։ Ուզում եք արձագանքեք, հա, խնդրեմ։ Արձագանք պարզապես տեսեք ասում եք հիմա համաձայնեցրել ենք այդ նախագծերը Քախշինի, տարածքայինի եւ մնացած բոլոր գերատեսչությունների հետ, որոնք իրավասու են, հա, համագործակցել եւ մասնակցություն ունենալ կապիտալ շինարարությանը, բայց ես առավել քան վստահ եմ, որ նախորդել էր համաձայնեցված։ Այսինքն հիմա մենք որքանով վստահ լինենք, որ այս նախագիծը, որի պատճառով նախորդը կանգ առավ եւ նոր նախագիծ, նոր ժամանակներին համահունչ, սա էլի մյուս տարվա բյուջեով մենք նորից այս հարցը չենք բարձրացնելու եւ այդ շինարարություններն էլ չեն հապաղելու, որովհետեւ մենք էլի կհասկանանք, որ նախագծերը չէին համապատասխանում մեր ցանկություններին եւ պետք է դրանք փոխել։ Շնորհակալություն։ Դե ըստ էության ներկայումս նաև կառավարությունում քննարկվում է թե նախագծման ուրեմն ծառայություններ մատուցող, թե շինարարական ծառայություններ մատուցող ընկերությունների ռեյտինգավորման ուրեմն ինստիտուտի ներդրումը, որը մեզ կօգնի ունենալ պատշաճ ուրեմն կոնտրագենտների հնարավորություն եւ ինչ որ ձևով նաև կնպաստի այս խնդիրների լուծմանը։ Այս նոր նախագծերը լրիվ նոր շենքերի նախագծեր են եւ ըստ էության այստեղ մենք խնդիրներ չենք կարող ունենալ եւ շատ ավելի մանրամասն ենք աշխատել եւ այս առումով ես կարծում եմ որևէ խնդիրներ չեն ծագելու հենց նախագծերի հետ կապված։ Իհարկե հաջորդ փուլը շինարարական փուլը սա կապված կլինի որ շինարարը կհաղթի եւ այո կապալառուից այստեղ շատ այսպես միայն պետական մարմիններից չի կախված աշխատանքը։ Ես մինչև մյուս հարցին անցնելը ուզում եմ Տիկին Բադալյանի ասած հարցնել, կարճ անդրադառնալ այս նախագծերի։ Այդ նախագծերը ի սկզբանե նախարարությունը չի արել։ Էլի Քախշին կոմիտեն է հիմնականում պատվիրատուն եղել եւ նախարարությունը պարզապես խնդիր է դրել, որ այդտեղ պետքա նորմալ բժշկական կենտրոն եւ Քախշին կոմիտեն ասա, այդտեղ նորը կառուցենք, թե եղած շենքը վերանորոգենք կամ վերակառուցենք, բայց փորձը ցույցատվել, որ որոշ դեպքերում փաստացի սխալ մասնագիտական կամ սխալ գնահատականի պատճառով կամ այդ պահին ոչ հայտնի
պատճառներով որոշում է կայացվել վերակառուցել, բայց օրինակ նույն շինարարության ժամանակ ես գիտեմ դեպքեր փլուզումներ են եղել եւ այլն եւ ամբողջությամբ 0-ից նոր շենք է կառուցվել, այսինքն անկախատեսելի է եղել եւ իհարկե որոշումը ճիշտ է նոր շենքեր կառուցելու այնտեղ որտեղ որ դրանք պետք են։ Տիկին Հունանյան, խնդրեմ։ Տիկին Ավանեսյան, շնորհակալություն զեկույցի համար։ Մենք մի ամիս առաջ առողջապահության հանձնաժողովը ազգային ժողովի շաքարային դիաբետով երեխաների ծնողների հետ մեծ քննարկում ունեցավ եւ 14 կետանոց մի այսպիսի փաստաթուղթ ուղարկվեց իհարկե դա այդպես մշակի